Արարատյան խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Եվ այսպես բարեկամներ շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Այսօրվա պատրաստելիք ուտեստը բարեկամներ ապուր է եւ ունի հետեւյալ բաղադրությունը։ Հորթի փափկամիս, պիտի օգտագործենք սերկևիլ եւ գետնախնձոր, կարակ, սոխ, աղ պղպեղ, մի քիչ աղացված կարմիր պղպեղ կամ ինչպես մենք անվանում ենք աջիկա եւ ամենակարևոր համեմունքը, որ միշտ կրում ենք մենք մեզ հետ պատրաստողներս, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Սկզբի համար, հարգելի հեռուստադիտողներ, պիտի պատրաստենք սոխառած, կարակով թեթևակի շատ տաք ժամանակ չենք կարող կարակ օգտագործել, սոխառածը պատրաստենք, այստեղ մի քիչ մենք մեր այն սկզբունքը, որ միշտ նշում ենք դաղված յուղի մեջ պիտի պատրաստենք սոխառածը, այստեղ կարակի հետ կարակ օգտագործելիս այս սկզբունքը մի քիչ մղվում է հետին պլան։ Սերկևիլը կտրատենք, միջուկը հեռացնենք, կտրատում ենք սերկևիլը, բարեկամներ սերկևիլը մենք կարող ենք պահել խոր սառեցրած վիճակում, այսինքն ինչ է նշանակում խոր սառեցված, ջերմաստիճանը պիտի լինի մինուս 18-ից բարձր, այս պահին մենք օգտագործում ենք հենց այդպիսի սերկևիլ, չի կարող տարբերություն չլինել թարմ եւ սառեցված սերկևիլի միջև, բայց կարող ենք օգտագործել եւ եթե մեզ հարկավոր է, որ երկար պահպանվի, պիտի անպայման խոր սառեցման ռեժիմ ընտրել։ Այսպես, ինչպես նշեցի, հորթի փափկամիսը խաշված է նախորոք, այստեղ պիտի անպայման անդրադառնամ մսի որակին, հարգելի հեռուստադիտողներ, եւ հատկապես սկսնակ խոհարարներ բոլորիս առաջնային խնդիրը ճիշտ միս ընտրելն է։ Եվ մենք այդ հարցում արդեն կողմնորոշվել ենք, միսը պիտի ունենա որակական հատկանիշներ, միսը պիտի ունենա սննդային արժեքներ։ Այսպես, հիմա մի փոքր սոխառածի հետ միասին տապակում ենք միսը, չնայած որ նա խաշված է, բայց հարկավոր է առաջացնել կեղև, մի քիչ կարմրացնում ենք փափկամիսը, այս պահին կարող ենք նաև համեմել աղով, այսպես, մինչ կտապակվի միսը, մենք կտրատենք նաև գետնախնձորը։ Շատ եմ ուզում ուշադրություն հրավիրել, հարգելի հեռուստադիտողներ, հատկապես գետնախնձորի վրա։ Մենք չգիտես ինչու դուրս ենք մղել մեր սննդակարգից գետնախնձորը։ Չգիտես ինչու այն այսպես առիթից առիթ է, որ օգտագործում ենք, բայց հատկապես հնում շատ ու շատ ուտեստներ պատրաստվել են հենց գետնախնձորով, նրա բացառիկ սննդային արժեքները ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, այնպես որ նաև հիմա եղանակն է եւ ժամանակն է օգտագործելու, կարելի է եւ ապուրների մեջ օգտագործել, եւ տապակել, եւ խավարտների մեջ։ Մեղքի մեծ բաժինը բնականաբար ունենք մենք, որովհետեւ մենք ինքներս ենք մեր սննդի համակարգից հեռացրել այս հետաքրքիր եւ ամենակարևորը օգտակար մթերքները։ Ահա, տեսակ, որ մի քիչ կարմրություն ունեցանք, այսինքն կեղևապատեցինք միսը։ Հիմա մի քիչ աղացված պղպեղ կամ աջիկա, ինչպես նշեցինք,
խառնում ենք, ավելացնում ենք սերկևիլը, շարունակում ենք խառնել, կտրատենք նաև գետնախնձորը, շատ մթերքներ, այո, արևմուտքից կարծեք, թե ինչ-որ նորամուծություն, չգիտեմ, նորաձևություն, ասեմ, ձեռքներն է ընկնում այդ մարդկանց այն մթերքները, որոնցով հենց հարուստ է մեր բնաշխարհը։ Նշածս զավեշտի մասին այն մթերքները, որ ուղղակի բնորոշ է մեր բնաշխարհին, մեկ էլ կտեսնես արևմուտքից կամ չգիտեմ արևելքից կամ հյուսիսից ու հարավից բարեկամներ սկսում են խորհուրդ տալ այս կամ այն մթերքը օգտագործել եւ նրա օգտակարության մասին իրենց այդ դրսևորումները եւ սրա մեջ նորից կրկնվեմ մեծ մեղքի բաժին ունենք հենց մենք ենք դուրս մղել այս մթերքները մենք ենք միապաղաղացրել մեր խոհանոցը մենք ենք խոհանոցը հասարակացրել այսքան այն աստիճանի որ մեր նույնիսկ ավանդական ուտեստներն են մեզ մատուցում որպես այս կամ այն երկրի տեսնել այս պահին հիշենք, որ ավելացրեցինք սերկևիլ, հարկավոր է շաքարավազը սերկևիլով էսպես մի քիչ պատենք, շաքարավազով սերկևիլը պիտի թուլացնենք մի քիչ, մեղմացնենք նրա թթվաշ հատկությունը, ավելացնում ենք գետնախնձորը, և ջուրը ահա բարեկամներ ուտեստը արդեն ամբողջության մեջ է, բայց դեռ պատրաստված չէ մեզանից կպահանջվի ուղիղ 8 րոպե և 8 րոպեից արդեն ուտեստը պատրաստ կլինի բարեկամներ 8 րոպեն անցավ և ուտեստը պատրաստ է և ինչպես խոստացել էինք մնում է մի քիչ համեմենք մենք այստեղ ունենք նրբահամ մթերքներ և կանաչին էլ պիտի լինի նրբահամ, տվյալ դեպքում սամիտ, հիմա կհամտեսենք, մի քիչ աղ, մի քիչ պղպեղ, սև և կարմիր և համեմի սերմ աղացված, կանաչին սամիտ, ծածկում ենք կափարիչը և վերցնում կրակից, ուտեստը պատրաստ է, դրենք ափսեները և բացենք բույրը շատ հաճելի բույր է բարեկամներ մինչ և լսնեմ և նորից հիշեցնեմ բաղադրությունը օգտագործեցինք հորթի խաշված փափկամիս, սերկևիլ գետնախնձոր, սոխարած պատրաստեցինք, խաշված միսը սոխարածով տապակեցինք, այնուհետև սերկևիլը տապակեցինք մսի և սոխի հետ, մի քիչ վրան շաքարավազ ավելացնելով, այնուհետև ավելացնենք գետնախնձորը, ջուրը և ապուրը պատրաստ է, ահա այս ապուրն էր, որ մենք համակ ուշադրությամբ միասին պատրաստեցինք, հարգելի հեռուստադիտողներ այսօրվա համար պատրաստել ենք այսքանը Ուզում եմ, որ մեր յուրաքանչյուր հանդիպում ունենա լավ արդյունք, իսկ այդ լավ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք էլ ավելի առողջ, էլ ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, ունենանք համբերություն և մեր շուրջը տարածենք բարություն, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու, ցտեսություն բարեկամներ։ Սերկևիլով ապուր, հորթի փափկամիս 200 գրամ, սերկևիլ 1 հատ,
գետնախնձոր 200 գրամ, սոխ 80 գրամ, կարագ 30 գրամ, աջիգա 2 ճաշի գդալ, շաքարավազ 1 թեյի գդալ, սամիտ, աղ, պղպեղ, համեմիսեր։ Բարեախորժակ։